Կատաների մասին նշեցիք, կատաները հանձնում ենք այն ժամանակ, երբ ցանկանում ենք ձեռք բերել գոտիներ։ Ճիշտ է։ Եվ այդ ժամանակը, որովհետև գոյություն ունի քննական ծրագիր։ Այսինքն ծրագրի ընթացքում սկսում է 10-րդ աշակերտական աստիճանից, տեղեր կա 8-ից, տեղեր կա 10-ից, բարձրանում է մինչև առաջի աստիճանական եւ այնտեղից արդեն վարպետության դաները առաջինից մինչև 10, այսինքն 20 աստիճան։ Դա հստակ գրված ծրագիր է եւ սկսում է պարզից բարդանալ ու դժվարանալ։ Մենք ասում ենք ցուցադրում ես կարատեի բազային տեխնիկաները, հնարքները, կատաները, համալիր վարժությունները եւ գնալով մենամարտեր, ուժայիններ։ Հենց դրա մասին եմ ասել, մենք ասում ենք կատա, բայց շատ շատերը չգիտեն, որ դա ընդհանրապես կարատեում կիրառվող վարժությունների հավաքված տարբերակ է, համալիր վարժություն է, որ իր մեջ ներառում է կարատեի տեխնիկական հնարքները, կատաների մեջ ներառված են կարատեի բոլոր հնարքները։ Դրանք հանձնում ենք, կա արդյոք գոտիներ ստանալու համար, բնականաբար աստիճաններ ստանալու համար, կա արդյոք սահմանափակում, ենթադրենք կարելի է հանձնել, ենթադրենք առաջին աստիճանի համար, այսօր հաջորդ աստիճանի համար որքան ժամանակ անց, կա այդպիսի սահմանափակում։ Այո, կա սահմանափակում։ Ընդհանրապես աշակերտական աստիճանները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մեր դպրոցում ավելի բարձրները շակագույնից մինչև սև գոտի անցնելը դա կարող է տևել նույնիսկ 1 տարի եւ դաները օրինակ ես 4-րդ դանը հանձնել եմ 5 տարի առաջ եւ ահա 5-րդ հիմա 6-րդ դանը պետք է հանձնեմ 6 տարի հետո ինչքան բարձրանում է այնքան ժամանակը այսինքն հնարավոր չէ լինել ունենալ 10-րդ դան ենթադրենք 30 տարեկան է։ Հնարավոր չէ։ Եթե կտեսնեք այդպիսի մարդկանց, որոնք ունեն 10-րդ դան Հայաստանում կամ չգիտեմ 12-րդ դան եւ այլն, նրանք ստախոս են կամ ավելի շատ բարձր դաներ։ Ահա, դա հնարավոր չի։ Հնարավոր չի, որովհետեւ կա ժամանակ, եթե դու լուրջ process ներկայացնում եւ եթե դու չես այդ դաները քեզ շնորհում, ուրեմն դրանք կա ժամանակ։ Բոլորս գիտենք, որ սև գոտին դա շատ կարևոր եւ այսպես ասած հարգանքի արժանի երևույթ է եւ եթե մենք ունենք սև գոտի, դա շատ լավ է, մենք ուժեղ ենք եւ կարող ենք ինչ ուզենք անենք, այսպես են ասում, բայց մինչ սև գոտի հասնելը կան շատ այլ գոտիներ, տարբեր գույների, տարբեր ոճերում այդ գույները կարող են շատ ավելի շատ լինել կամ շատ ավելի քիչ։ Գույների հետ կապված առաջին գույնը, երբ դու մտնում ես առաջին անգամ դահլիճ եւ հագնում ես համապատասխան համազգեստ, քեզ տալիս են սպիտակ գոտի, ճիշտ է։ Այո։ Դրան հաջորդողը ո՞րն է։ Դեղին, գազարագույն, ու մեր մոտ կանաչ, մանուշակագույն, շագանակագույն եւ նոր սև։ Տարբեր դպրոցներում հնարավոր է տարբեր լինեն բաց կապույտ, հա մեր մոտ ունենք նաեւ կապույտ գազարագույնից հետո հնարավոր է կանաչի եւ կապույտի տեղերը փոփոխված լինեն կամ չլինի ընդհանրապես մանուշակագույն գոտի, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Դա ընդհանրապես դա չէ, էականը քո աստիճանն է։ Էականը սևին հասնելն է։ Սևին հասնելը թյուր կարծիք է, որ դուք հասակ սև գոտի առաջի դան, ուրեմն ձեր համար վերջ, դուք ամեն ինչ գիտեք եւ կարատեն վերջացավ։ Շատերը ոչինչ հնարավոր չէ պատկերացնում են, բայց հավատացեք, սև գոտով նոր սկսվում է կարատեն։ Նոր դու սկսում ես իրականում հասկանալ կարատեն։ Դա ոչ միավոր փախցնել է մրցումների ժամանակ, ոչ ուղղակի ձեռքերի եւ ոտքերի աշխատանք, այս ամբողջ վարժությունները, այս ամբողջ դա վարժությունից ավելի վեր բան է դառնում։ Այո, ամբողջ հարվածները, պաշտպանությունները եւ այս ծրագիրը բերում է նրան, որ դու լինես ոգիդ կոփես, այսինքն լինես անդրդվելի, լինես պատրաստ յուրաքանչյուր իրավիճակների, լինես ինքնազսպված, մարդկանց վերաբերվես լավ, երբեք քիթդ բարձր չպահես եւ լավ արժանի, այսինքն քիչ խոսես, շատ գործ կատարես։ Ես որքան հիշում եմ, կար այդպիսի, չեմ կարող ասել դա առասպել է թե ինչ է, բայց կար այսպիսի տարբերակ, երբ ասում էին, որ իրականում ինչու են այդ գոտիները գնալով ավելի մքացել եւ հասել սևի, որովհետեւ դրանց իմաստը կային նրանում, որ որքան ավելի շատ ես դու մարզվել, այդքան ավելի շատ արուն կա քո գոտու վրա եւ աստիճանաբար այն դառնում է սև։ Ճիշտ է։ Այո, շատ ճիշտ եք նկատել։ Այո, սպիտակը դա մաքրության նշան է, դու սկսում ես սպիտակ, տարիների ընթացքում քրտինքը, արյունը, փոշին
եւ գոտիները չեն լվանում։ Այն սկզբից գոտիները չի եղել ընդհանրապես, չի օգտագործվել, դա հետագայում է մտել կարատեի մեջ եւ այդպես գնացել է մինչեւ սևացել է։ Հիմա սև գոտին էլ եթե սև գոտին դու շատ ես կապում մարզվում, դա նորից մաշվելով գալիս վերափոխվում է սպիտակ գոտու։ Այսպես անում են։ Դա միած շրջան, այո։ Շատ հետաքրքիր է։ Եթե դու ունես որևէ գոտի, այդ գոտին պետք չէ գնալ եւ խանութում գնալ յուրաքանչյուր օր այդ գոտին պետք է անդադ օգտագործես։ Պետք է կապես եւ քո գոտուց երևում է թե դու ինչքան ես մարզվել։ Եթե իրոք դու միշտ կիմանով ես մարզվել, կարատե գիով ես մարզվել։ Ես ուզում եմ նաև խոսենք նրա մասին, որ շատ հաճախ մարզվելուց մարդիկ դառնում են ավելի ուժեղ, կարողանում են ավելի լավ իրենց պաշտպանել, բայց դա կիրառում են ոչ ճիշտ։ Բավականին տարածված երևույթ է եւ ես կարծում եմ ոչ միայն մեր երկրում։ Մենք հաճախ լսում ենք պատմություններ, երբ մարդիկ ենթադրենք վեճերի ժամանակ սիրում են մասնակից դարձնել իրենց այն ընկերներին, ովքեր զբաղվում են այս կամ այն մարտաձևով։ Ես գտնում եմ, որ այս խնդիրը գալիս է հենց դահլիճից եւ մարզչից։ Շատ ճիշտ եք գտնում։ Մենք մեր աշակերտներին միշտ օրդորում ենք, միշտ խիստ զգուշացնում ենք, որ երբեք ոչ մեկի զինվորը մի դարձեք, եւ եթե ունեք նման անիմաստ ընկերներ, որոնք միշտ ձեզ կռիվների մեջ են ներքաշում, հրաժարվեք դրանցից։ Այո, գալիս է դահլիճից, գալիս է ճիշտ մարզվելուց եւ ճիշտ կարատե սովորելուց։ Եթե մարզիկը չարչարվում է, եթե քրտնում է, եթե միշտ ինքը դահլիճում տեսնում է ճիշտ մթնոլորտ, հնարավոր չի, որ նա դուրսը այդպիսի քայլեր կատարի։ Կան տարբեր տարիքի երեխաներ, կան սկսնակներ, որոնք նոր են եկել, դեռ չեն պատկերացնում, որ մենք նրանց էլ ենք միշտ ասում, որ ձեր սովորած հնարքները չգնաք սրան հրա վրա չփորձեք, դա կարող է առնվազն վտանգավոր լինել, չպարծենաք եւ այլն, բայց լուրջ մարզիկները, ովքեր լուրջ զբաղվում են բոլոր մարտարվեստներով, անհնար է որ իրենց այդպիսի բաներ ցույց տան։ Եթե դու ուժեղ ես, եթե դու գիտես կարող ես հաղթել, ել քեզ իմաստ չունի։ Դու գնաս, չգիտեմ, ինչ-որ քեզանից մեկին թույլ ինձեցես եւ ուրախանաս։ Միանշանակ։ Եվ դա պետք է գա մարզչից, ով պետք է բացատրի, բայց այս ամենի հետ մեկտեղ մենք նաև գիտենք, որ եթե մենք ինչ-որ բան սովորում ենք ոչ միայն հոգով տոկուն լինելու համար, այլ նաև ինչ-որ դեպքերում նաև ինքնապաշտպանության համար, բնականաբար մենք չենք կարող բակում կիրառել այն գեղեցիկ հնարքները, որոնք մենք կարող ենք անել մեր դահլիճում։ Արդյոք դուք ձեր մարզիկներին սովորեցնում եք այդ հնարքների ավելի պարզ տարբերակը։ Հենց ողջ հարցն է դրանում է։ Եթե մարդ կիսատ մարզված է, այո, նա չի կարող դրսում ցույց տալ իր իսկական հնարքները։ Կարատեն մարտարվեստ է եւ դու ինչի համար ես սովորում, եթե դու դրսում պետք է լրիվ ուրիշ բան անես։ Ուրեմն դա անօգուտ է, անիմաստ է։ Եթե դու դրսում քո սովորածը քո կյանքին վտանգ է սպառնում, դու չկարողանաս ճիշտ օգտագործել, ուրեմն իմաստ չունի, ուրեմն դու սխալ ես մարզվել։ Հենց պետք է հասնես, ես ճիշտ հասկացա, շատերը չեն կարողանում իրենց դահլիճի սովորածը կիրառեն իրական մարտում։ Դա նկատի ունեմ։ Ոչ, ես նկատի ունեմ այն, որ ենթադրենք, եթե մենք անում ենք դահլիճում ինչ-որ մի շարժում շատ գեղեցիկ, այսինքն անում ենք 90 աստիճան ենք պահպանում եւ ամեն ինչ անում ենք շատ գեղեցիկ, ձեռքը պետք է լինի ուղիղ եւ այլն, մենք գիտենք շատ բաներ, որոնք արվում են այսպես, որովհետև դա միակ ճիշտ տարբերակն է, ենթադրենք, ես հիշում եմ, որ ինձ սովորեցնում են, որ այստեղ պետք է լինի ուղիղ, որովհետև եթե չլինի ուղիղ, կկոտրես ձեռքդ եւ այլն, բայց եթե ես ենթադրենք որոշել եմ ինչ-որ մեկին դաս տալ փողոցում, երևի թե պարտադիր չի, որ ես ամեն ինչ անեմ շատ գեղեցիկ, դանդաղ եւ մտածված, ճիշտ է։ Դե դանդաղ չէ, դուք այդ ամեն ինչն անում եք արագ եւ ճիշտ։ Այո, հենց ես ճիշտ է հասկացել ձեր հարցը, այո, դու այնքան պետք է մարզվես, որ ոնց որ դու դահլիճում ես անում այդ հարվածը, նույնն էլ անես իրական իրավիճակների ժամանակ։ Այսինքն քեզ համար խնդիր չլինի այդ գեղեցիկ շարժումը անել արագ։ Պակաս մարզվելու պատճառն է, որ շատերը չեն կարողանում իրենց սովորած ճիշտ հնարքը, ենթադրենք ուղիղ հարվածը դրսում կատարեն։ Փաստորեն։ Դուք ասում եք բավարար մարզվել եւ բավարար ուժեղ լինել կամ պատրաստված։ Որքան է պետք մարզվել եւ ընդհանուր ժամանակի առումով եւ ենթադրենք շաբաթվա մեջ կտրվածքով, շաբաթվա կտրվածքով։
Կարատե պետք է ամեն օր մարզվես, ամեն օր եւ սրտանց պետք է մարզվես։ Մենք շաբաթական 3 օր են մեր մարզումները, բայց մենք երեխաներին միշտ ասում ենք, որ տունը աշխատեք, թեկուզ կես ժամ, բայց ձեր վրա աշխատեք եւ ովքեր ինքնուրույն կարողացան մարզվել, ինքնուրույն առանց մարզչի, նրանք մեծ առաջընթաց կունենան։ Միանշանակ։ Ովքեր մնացին միայն մարզչի հույսին, էլի առաջ կգնան, բայց ավելի դանդաղ եւ բնականաբար երբ գա մի օր, այսինքն աստիճանաբար փորձես անել ինչ որ բաներ ինքնուրույն, ժամանակի ընթացքում դու այդ ինքնուրույն վարժությունները կանես ճիշտ եւ լավ։ Իսկ եթե դու չանես աստիճանաբար, մի օր որոշես ինչ որ բան ինքդ անել, արդյունքում կստացվի, որ դու ինքդ քեզ կարող ես վնասել, որովհետեւ սխալ դիրքից նույնիսկ կարող է ինչ որ մկաններ շարքից դուրս գալ եւ այլն։ Կարատեի մեջ շատ կան նրբություններ, կան շատ գաղտնիքներ, վարպետներից մեկը 10-րդ դան սեմինարին լավ ասեց, փոքր փոփոխություններ, մեծ տարբերություններ։ Այսինքն տեխնիկայի մեջ կատարելով մի փոքրիկ փոփոխություն, որը ճիշտ է, դա մեծ արդյունք է տալի։ Կան նրբություններ, բայց ընդհանրապես այսօր նման մեծ գաղտնիքներ չկան։ Այսօր կա ինտերնետ, որտեղ հեղեղված են կարատեի տարբեր վարպետների տեսանյութերով, կան դասագրքեր, եւ եթե դու իրոք ուզում ես սովորես, կարող ես պրպտել, գտնել, կա հնարավորություն։ Այո, եւ աշխատել։ Մեն ցանկություն է պետք։ Ուղղակի տարածվածության պահովել, գանք վերադառնանք այն հարցին, որ ներկայիս սերունդը փոքրինչ ալարկոտ է դարձել եւ ոչ համբերատար։ Այսինքն ես նկատել եմ, ես արդեն 15 տարի մարզչական գործունեությամբ եմ զբաղվում, Արտեմի մոտ մարզվել է 12 տարեկանից։ Եվ համեմատում եմ իրանց սերունդը եւ հիմա, իրենց մոտ համբերությունը շատ է։ Հիմա քանի որ կյանքը արագացել է, ինտերնետ, համբյուտեր, չեն համբերում։ Ուզում են սա արագ եւ միանգամից։ Մենք այլևս ժամանակ չունենք եւ կարծես թե ամեն ինչի մասին խոսեցինք, շատ շնորհակալություն, որ այստեղ եք, եւս մեկ անգամ ձեզ շնորհավորում եմ ձեր վերջին հաղթանակների հետ կապված։ Շնորհակալ ձեզանից, ուղղակի Մեր Արտեմի գավաթը ցույցերեցին ոչ։ Դե դա էլ թող մնա մեկ այլ անգամ։ Ես պետք է ասեմ բոլոր հեռուստադիտողներին, ովքեր դեռ դպրոցական տարիքում են, երևի թե այս տարիքում ավելի ճիշտ է սկսել զբաղվել կարատեով, մի եղեք ալարկոտ, զբաղվեք կարատեով, կապ չունի թե ինչ ոճով, ինչ տարատեսակով, համոզված եղեք դա կյանքում ձեզ անպայման մի օր պետք է գալու։ Ռեյթինգով կեսօրներ հայկական երաժշտական հեռուստաալիքի ուղիղ եթերում ձեզ հետ էր Էմմա Գևորգյանը, կհանդիպենք։